Ինչու են գազի գնի եւ որակի խնդիրներ առաջացել որոշ գազալցակայաններում, հարցը քննարկվել է կառավարության նիստում։ Արտակարգ դեպք խորհրդարանում ազգային ժողովի աշխատասենյակներից մեկում այս գիշեր հրդեհ է բռնկվել։ Brexit-ի շուրջ բանավեճը շարունակվում է, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը նոր որոշում է կայացրել։ Հեռուստաբանավեճ մարզադաշտում Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցած Պյոտր Պորոշենկոն եւ Վլադիմիր Զելենսկին այսպիսի պայմաններում կբանավիճեն։ Խոշոր վթար Մերձ Մոսկովյան շրջանում միկրոավտոբուսի վթարից 6 մարդ է զոհվել կամ վիրավորներ։ Բացառիկ հարցազրույց Հանրապետության նախագահի հետ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր հեռանկար ծրագրին։ Ի վերջո, ինչ հանգուցալուծում կստանա օպերային թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակը, աշխատանքից ազատված տնօրենը հանդիպել է լրագրողների հետ։ Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Կառավարությունում հերթական նիստն է ընթացել, այն վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի սկզբում կառավարության անդամները քննարկել են ավտոգազալցակայաններում ստեղծված իրավիճակը։ Խնդիրը կապված է գազի խտությունների հետ եւ պայմանավորված է մարդկային գործոնով։ Վարչապետը հարցրել է ՊԵԿ նախագահին, թե հնարավոր է, որ գազալցակայանների տերերը փորձում են սադրանքների միջոցով հասարակական դժգոհություններ հարուցել։ Դավիթ Անանյանը պատասխանել է, թե տեսականորեն չի բացառվում։ Ես էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են։ Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե շատ դաժան հակահարված կստանան, անձնապես, բոլորը առանց բացառության, որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը, կառավարության, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը իր ծնոտին զգալու։ Ես սա շատ ուղիղ եմ ասում եւ շատ հասցեական եմ ասում։ Հետեւաբար շուկայի վերահսկողության տեսչությունը, պետական եկամուտների կոմիտեն, մյուս են մարմինները, ովքեր ունեն իրավասություններ, շատ արագ արձագանքում են եւ գտնում են շատ խիստ պատժի ենթարկելու այն տնտեսվարողներին, ովքեր այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել։ Եվս մի բան, պարոն Անանյան, ուրեմն ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք։ Չլինի Հայաստանում գազալցակայան, որը ՀԴՄ չխփի։ Չլինի այդպիսի գազալցակայան ուղակի։ Եթե պետք է այդ ճանապարհով գնալ գազալցակայանները պետք է ՀԴՄ խփեն սնանկանան, չնայած այդպիսի բան հնարավոր չի։ Ուրեմն թող սնանկանան։ Մեզ ուրեմն ապօրինի ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու։ Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ամեն ինչը շատ հստակ արձանագրենք։ Եվ այստեղ ես ասեմ, պարոն Վանեցյան, նաև ազգային անվտանգության խնդիրը, ես դրա մասին մի քանի անգամ մենք խոսակցություն ունեցել ենք իրար հետ, այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է։ Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է։ Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ, որպեսզի այդ բաները ընդհանուր սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհանուր հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհանուր, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեն ցույց տալու համար, թե դա իրոք մեր բանի հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե կասկածի տակ չդնելով, որևէ ձևով կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը։ Սա անառարկելի արժեք է մեզ համար եւ կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել։ Բայց այս քննարկման արդյունքում ես ուզում եմ արձանագրենք, որ գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ, այսպես ասած, ազդեցություն թողնող որոշում չի կայացրել։
Անդրադարձ է եղել նաև ընտանեկան նպաստների վճարումների ուշացման խնդրին։ Այն պայմանավորված է եղել էլեկտրոնային փաստաթղթերի կիրառմամբ վճարումներ կատարելու կարգի ներդրման հետ, սակայն այստեղ ևս մարդկային գործոն կա։ Համակարգի ներդրման հետ կապված գործառույթներում թերացել են մարզային կառույցները։ Մենք տրամադրում ենք, փոխանցում ենք գումարները, ապահովում ենք հոսքերը եւ բացում ենք վճարման համար բոլոր հնարավորությունները հենց նպաստների մասով, բայց վճարումները տեխնիկապես իրականացնում են, այսինքն վերադաս մարմինը մարզպետարանն է եւ մենք այստեղ խնդիր ունենք այդ տեխնիկական մասը ապահովելու։ Ասում ենք պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք չէ, տենց չի։ Պարոն Պապիկյան, ինչի չեն կատարել հանձնարարականը։ Պարոն վարչապետ, տարածքային կառավարման նախարարությունը մինչ օրս սրա մեջ ներգրաված բավարարչափով չի եղել։ Հիմա ես մեր ներգրավվածությունը կապահովեմ եւ հավաստիացնում եմ կարճ ժամանակում կփորձենք խնդիրը կարգավորել։ Ոչ միայն կարճ ժամանակում խնդիրը կարգավորեք, այլ հանեք այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ դա լինի մի քանի հազար մարդուց բաղկացած, ովքեր այդ հանձնարարականը ստացել են եւ չեն կատարել, եւ որոնց անգործության արդյունքում սոցիալապես անապահով խավերը ժամանակին չեն ստացել իրենց բանը, իրենց նպաստները եւ երբ որ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, ուրեմն այդ մարդիկ, ովքեր չեն կատարել հանձնարարականը, պետքա լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում։ Հասկանալի է։ Ես բառացիորեն այդ ցուցակը ուզում եմ ձեզնից, ովքեր են որ հանձնարարականը ստացել են եւ չեն իրականացրել անուն ազգանուն պաշտոն անձնագրի համար։ Մինչ նիստի բուն հարցերին անցնելը որոշակի տեղեկատվություն է ներկայացրել նաև արտակարգ իրավիճակների նախարարը։ Ֆելիքս Սոլակյանը գյուղատնտեսական լավ տարի է կանխատեսել։ Նշել է, որ ռոռոկման սեզոնին ջրամբարները լցված կլինեն 80-ից 90%-ով։ Թու ասեմ առաջի բանը, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային շրջաններում ցրդահարություն 99%-ով չի սպասվում։ Ապրիլ ամսվա, մայիս ամսվա տեղումների քանակը ավել է լինելու, հունիսին նորմայի սահմաններում։ Ուրեմն ջերմաշրջանի փոփոխության հետ կապված գետերի հետ կապված ելքերը մեծանալու են։ Ուրեմն նախկինում անցած տարի եղել է գետերից ելքը 60-ից 80%, հիմա մոտավորապես 90-120% են, այսինքն ջրառատ է լինելու գետերը եւ դրա հետևանքով մենք ունենք առանցին գետերով նշած, թե որ գետերի վարարման դեպքում որ ամիսներին կլինի դա մայիսին է սպասվում, որ ջրերը կարող է ավելանան, առաջի 10-օրյակ, երկրորդ 10-օրյակ մի խումբ գետերի համար է եւ հունիսին մի խումբ գետերի համար։ Այս մասին ինֆորմացիան ես տվել եմ եւ տարածքային կառավարման նախարարություն եւ մարզպետարաններ, բոլորը տեղեկացված են, բայց կա այսպիսի բան, որ 3-4 օր առաջ մենք կարող ենք հստակ ասել, որտեղ վարարում կարող է լինել, թե չէ։ Որովհետեւ դա կախված է օդային ալիքների եւ ինտենսիվ անձրևներից, դա պետք է նայվի։ Լճերի հետ կապված։ Ուրեմն Սևանա լիճը հիմա այսօրվա դրությամբ 7 սանտիմետրով պակաս է, բայց դա նորմալ երևույթ է, ինչու, որովհետեւ Ինչից է պակաս, բան։ Անցյալ տարվա համար։ Ուրեմն պատճառը նա է, որ անցյալ տարի տաք էր կլիման եւ հոսքը բանը հալքը եղել էր, հալքից եղած ջրերը լցվել են Սևան։ Այս տարի չկա այդպեսի բան, ցածուրդ է եղանակը եւ հետո է լինելու։ Սևանա լճի մագարտակը 45 սանտիմետր մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ, հունիսի մեջի սահմաններում։ Բայց ջրառից առաջ հունիսի մեջի։ Ինչքան 45 սանտիմետր։ Այո, կբարձրանա այսօրվանից ավել։ Պարոն Գրիգորյան, կիսում եք այս տեսակետը 45 սանտիմետր։ Այո։ Մի ամսվա մեջ, երկու ամսվա մեջ 45 սանտիմետր։ Երբ որ սկսվեց հալերը լինելու է։ Ուրեմն մոտավորապես այսպես է, 1 սանտիմետր 12 միլիոն խորանարդ մետր է։ Բազմապատկում ենք դա մենք կունենանք մոտավորապես ժամանակ 570 միլիոն խորանարդ մետր ջուր ավել, որը այսօր ուրեմն Արփասևանն էլ երեք բացվել 200,000 խորանարդ մետր ջուր Երևանից սկսել է գալը, սա էլ եթե հաշվի մենք մոտ 150 միլիոն խորանարդ մետր ջուր որ պետք է գաս Արփասևանով, սա էլ ավելացնելու բանը։ Տարվա վերջին դեկտեմբերի վերջին հունվարի 1-ին դրությամբ 20 թվականի, այսպես ասեմ, Սևանի մագարտակը 5-ից 10 սանտիմետր ավել կլինի այս տարվա համար։ Ջրառից հետո։
Կառավարությունը հաստատել է նաև այսպես ասած խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման պետական աջակցության ծրագիրը։ Նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք։ Փոխհատուցման չափը կկազմի մոտ 13.8 միլիոն դրամ։ Ծրագիրը կտևի մինչև 2021 թվականը։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահման պայմանները, բարձրացնելով մթերատվության ցուցանիշները։ Ապրիլի 4-ի գիշերը ժամը 1:38-ին 911 ծառայության նահազանգ է ստացվել, որ ազգային ժողովի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության, հրշեջ փրկարարական ջոկատից 6 մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։ Հրդեհը արագ մեկուսացվել է եւ մարվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շանթ հեռուստաընկերության հեռանկար ծրագրին։ Նախագահը բացառիկ հարցազրույց է տվել Արամ Աբրահամյանին։ Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, իսկ ամբողջությամբ այն կարող եք դիտել Հորիզոնի այսօրվա հիմնական թողարկումից հետո։ Դուք սիրում եք քայլել Երևանի փողոցներով, դա սովորություն է, բնավորություն է ձեր մոտ, թե իմիջի համար է արվում։ Գիտեք ինչ, ես ցանկություն կունենայի շատ ավելի քայլել։ Նախ եւ առաջ մարդկանց այսօր առողջության համար հրավիրում են տարբեր մարզական կենտրոններ։ Ինչ պատճառով ես չեմ հասկանում, օրինակ վազող այդ գորգի վրա կամ այդ սարքի վրա վազելը։ Ինձ համար շատ անբնական է սա։ Ինչու ես պետք է այդ գորգի վրա քայլեմ, հետո դիմացս ինչ որ էկրան լինի, որի վրա լուրեր դիտեմ, երբ որ կարող եմ ուղղակի փողոցում քայլել։ Ուրեմն սա երկրորդը քայլելիս եւ մեքենա վարելիս ես հանգստանում եմ, որտեղ մանավանդ մեքենա վարելիս ոչ թե մտածում եմ միաժամանակ երկու բանի մասին, այլ մտածում եմ մեկի, որտեղ ուշադրությունս պետք է փողոցի վրա լինի։ Եվ երրորդը զուտ մարդկային երևույթ է սա։ Չորրորդը կարծում եմ, որ երբ որ դու պաշտոն ունես, մանավանդ եթե պաշտոնը բարձր է, կա վտանգ, որ այդ պաշտոնը քո մասը դառնա։ Ամեն օր մեքենա, ամեն օր դուռը բացում են քո առաջ, ամեն օր ինչ-որ մարդիկ կան քո շրջապատում եւ ինչ-որ ձեւ դառնում է այդ արհեստական կյանքի, որտեղ դա վերջի ժամանակավոր է, ինչ-որ իմաստով աշխատանքի բերումով դու ունես որոշակի եւ սովորական մարդկային կյանքից հեռանում ես։ Ես երբ որ այս պաշտոնը չունեի, ընտրված չէի, եւ լիներ Երևանում, լիներ ուրիշ քաղաքներում, լիներ Փարիզում, Լոնդոնում կամ Նյու Յորքում, Մոսկվայում միշտ քայլել եմ։ Հիմա ուրիշ բան է, որ Երևանում առաջ քայլում է, ձեր ասած չէին նկատում, կամ նկատում էին մարդիկ, որոնք ինձ հիշում էին կամ գիտեին, եւ շատ ավելի հեշտ էր քայլել։ Հիմա քայլելու ընթացքում չկան արգելքներ, կան հաճելի պահեր, բայց այդ պահերը երբ որ շատ են լինում, ուրեմն քայլելու տարագությունը սկսում է դանդաղել, որտեղ մեկին պետք է բարևես, մյուսը ուզում է սելֆի անել քեզ հետ եւ իհարկե չես կարող մերժել։ Որտեղ վերջ-վերջո մարդկանց ուրախություն պարգևելը նաեւ նախագահի պարտականություններից մեկն է երկրում։ Գիտեմ, պատասխանեցի ձեր։ Ես հիշեցնեմ, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Արամ Աբրահամյանի բացառիկ հարցազրույցը մեր եթերում կլինի Հորիզոնի հիմնական թողարկումից անմիջապես հետո։ Հետևեք նաև այլ թեմաների։ Brexit-ի շուրջ բանավեճը շարունակվում է, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը նոր որոշում է կայացրել։ Հեռուստաբանավեճ մարզադաշտում Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցած Պյոտր Պորոշենկոն եւ Վլադիմիր Զելենսկին այսպիսի պայմաններում կբանավիճեն։ Խոշոր վթար մերձ Մոսկովյան շրջանում միկրոավտոբուսի վթարից 6 մարդ է զոհվել կամ վիրավորվել։ Նշված թեմաներին կանդրադառնանք Շանթ Նյուզի եթերում, որին կարող եք հետևել Arm TV-ից հավելվածով եւ Ռոստելեկոմի կաբելային ցանցով, իսկ Շանթի եթերում լրատվությունը այսքանն էր։